Մեր կյանքը լցված է առօրյային ծիրիկուն 3 մոլուցքներով, որոնց մասին այսօր ավագ շաբաթվա երկուշաբթի օրով մեզ շատ խստորեն զգուշացնում եւ բուժում է առաջարկում մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Առաջինը նա է, որ մենք առօրյային ծիրիկուն զբաղված ենք մեր արտաքին տեսքը գեղեցիկ ներկայացնելով, մեր իմիջի պաշտամունքով, բայց Տեր Հիսուս Քրիստոսը գալիս է ասում է ես քո ներքին պտուղներն եմ ուզում, դու ինձ պտուղ տուր։ Երկրորդն այն է, որ մենք շատ ենք սենց մոլուցկով ենք տարված մեր սեփականության զգացմունքներով, հա, որ ասենք սեփականատիրության զգացմունքներով, որը իրականում ապերախտություն է Աստծո նկատմամբ։ Այս սարնիմն է, այս ծառնիմն է, հեսա այս բիզնես եմ դնելու, բիզնեսը սենց եմ անելու եւ այլն, գնալու եմ Ռուսաստան, գործ եմ անելու, այս եմ անելու։ Տեր Աստված ասում է՝ լսի, այս կյանքը, որ դու ունես, ես եմ քեզ տվել։ Եվ այս կյանքը, որ դու ունես, դա իմ այգին է։ Ես եմ այս այգին տվել եւ քեզ դրել եմ այս այգու մեջ եւ պտուղ եմ ուզում։ Դու ինձ իմ պտուղները տուր։ Եվ երրորդը, սիրելի բարեկամներ, մենք հարմարավետ կրոն ենք ուզում։ Մեզ ոնց որ թե այդքան չի հետաքրքրում, թե ճշմարիտ Աստված ինչ է ասում, կյանքը ոնց է աշխատում եւ ինչ հարսանիքի հրավեր է մեզ ուղարկում։ Այլ մենք Աստծուն ենթարկվելը, Աստծուն հնազանդվելը, Աստուծո հետևից գնալը համարում ենք մի բեռ, մինչդեռ դա հարսանիքը, իրա որդու հարսանիքը եւ մեծ ուրախություն։ Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ, հիմա ձեզ կպատմեմ այս 3 բաների մասին, որ այսօր ավագ շաբաթվա երկուշաբթի օրով մեր եկեղեցում ընթերցվածներ են, որտեղ Մատթեոսի ավետարանի 21 եւ 22-րդ գլուխներն են ընթերցվում, 21-ի կեսից մինչեւ 22-ի կեսը, որտեղ 3 առանցքային դրվագ կա։ Մեկը անպտուղ թզենու անեծքի առակն է, մյուսը չարմշակների առակն է եւ մյուսը թագավորի հարսանիքի հրավերի առակը։ Խնդրում եմ ձեզ, համբերությամբ լսեք այս ամեն ինչի մասին, եւ եթե ձեր սրտին կպնի ու ձեզ մտածելու տեղիք տա, դուք էլ կիսեք ձեր էջերին, դրեք ձեր երեխաները թող լսեն, ուղարկեք ձեր մտերիմներին, որպեսզի մեր ազգը իմանա, որ մենք ետ գանք իսկապես Աստուծո հրավերին եւ պտուղ տանք, այլ ոչ թե ունենանք հարմարավետ կրոն, հորինովի Աստված եւ հոգ տանենք միայն արտաքինի մասին, մինչդեռ Տերը պտուղ է ուզում, որովհետեւ եթե այդ պտուղը չտվեցիր, դու դառնում ես անպտուղ ճյուղ, դու չորանում ես, այդ չորացած ճյուղերը հավաքում են ու գցում են հնոցի մեջ, կրակի մեջ։ Հիշում եք այդ մասին Տեր Հիսուսն ասեց Հովհաննեսի ավետարանի 15-րդ գլխում։ Ուրեմն այսօր ավագ շաբաթի երկուշաբթի օրն է։ Տեր Հիսուսը, եթե դուք կարդաք, բացեք, խնդրում եմ, կարդացեք Մատթեոսի ավետարանի 21-րդ գլխի այնտեղ առաջի մասերից, ասում է հաջորդ օրը առավոտյան Տեր Հիսուսը եկավ քաղաք, այսինքն ինքը երեք Երուսաղեմ էր, չէ՞ գնացել։ Ծաղկազարդ էր, շատերը գնացին, ուրախացան, ով սան նա, օրհնյալ է նա, ով գալիս է Տիրոջ անունով, իսկ Տեր Հիսուսը լաց եղավ եւ ասեց դու չիմացար քո խաղաղությունը եւ ասեց քար քարի վրա չի մնալու այս քաղաքի մեջ, որովհետեւ դու չիմացար քո այցելության ժամանակը։ Այդ մասին խնդրում եմ դիտեք նախորդ ձայնագրությունը, որ դրել եմ իմեջին։ Բայց հաջորդ օրը ինքը եկավ Երուսաղեմ առավոտյան եւ ասում է քաղցը զգաց եւ տեսավ մի թզենի, մոտեցավ այդ թզենուն, թզենին լիքը տերևներ ուներ եւ պտուղ էր ուզում։ Եվ տեսավ, որ պտուղ չկա, ասում է անիծեց այդ թզենուն եւ թզենին միանգամից չորացավ։ Եվ աշակերտները զարմացան, ասին ոնց եղավ բան եւ այլն, այնտեղ փարիսեցիները խառնվում են իրար, գալիս են ասում են դու եսի իշխանությամբ ես այս բաները անում, ինչևէ, բայց այդտեղ մեր համար դաս կա։ Տեր Հիսուսը ցույց է տալիս մի քանի բաներ։ Նա տեսանելիորեն մեզ ցույց է տալիս, որ ինքը գալիս է եւ պտուղ է ուզում։ Այդ պտուղը քո ներսի հարստությունն է, քո կարեկցանքը, քո ողորմածությունը։ Հիշում եք Պողոս առաքյալը գրում է Սուրբ Հոգու պտուղների մասին՝ համբերություն, ուրախություն, կարեկցանք, հոգատարություն, ողորմածություն, խոնարհություն, հեզություն եւ նման բաներ։ Դու պետք է այդ բան ունենաս, բայց դու առօրյային ծիրիկուն ընկած ես քո արտաքին տեսքով զբաղվելով, դու ուզում ես քեզ սիրուն ցույց տալ, սիրուն հագու կապնանում ես, դուխիներդ փչում ես վրան ածի կալոններդ, ելնում ես մարդիկ ասում են, «Էս ինչ լավ է բան» եւ այլն, մի երկու հատ սիրուն սելֆի ես անում, գցում ես Facebook-ի մեջ, քո ընկերուներն ասում են կամ քո ընկերները, «Էս ինչ լավն ես, էս ինչ լավն ես» ու վсё, այդ անցավ 5 րոպե հետո նույն վիճակը։ Բայց Տեր Հիսուսը գալիս է, պտուղ է ուզում, քո ներքին պտուղն է ուզում։ Եթե նայեք հաջորդ տարակը, որ ինքը պատմում է, կարծես թե լրիվ ուրիշ պատմություն, բայց էլի պտղաբերության մասին է, չարմշակների առակը, որ ասում է մի տանուտեր այգի տնկեց եւ այդ այգին տվեց իր մշակներին, ասես մշակեք, ինքը գնաց հեռու երկիր, հետո ասում է իր ծառաներին ուղարկեց, ասես գնացեք պտուղները բերեք, իր բաժինը ուզում է։
Բայց ասում են նրանք ծառաներին ծեծեցին, հետ ուղարկեցին, ուրիշ ծառաներ ուղարկեց, սրանք ծեծեցին, հետ ուղարկեցին, այսինքն քո բաժինը չենք տա, մենք քո համար ժամանակ չունենք, սա մերն է, այս սարն իմն է, այս ծառն իմն է։ Հետո ասում այդ մարդը իր որդուն ուղարկեց, ասեց միգուցե որդուց սամաչեն, ասում է որդուն ծեծեցին, հանեցին այգուց դուրս եւ այնտեղ սպանեցին։ Այգու տերը որ գա, ինչ կանի այդ մշակներին։ Հարցը ստեղ էս է, որ այս կյանքը, որ մենք ապրում ենք, այս կյանքը Աստուծո այգին է։ Մենք չենք ոչ մեր բիզնեսի տերը, ոչ մեր ունեցվածքի տերը։ Սա մեզ տրված է Աստծուց, եւ մենք պետք է երախտապարտորեն պտուղ վերադարձնենք, Աստուծո բաժինը վերադարձնենք, այլ ոչ թե անտարբեր լինենք, այլ ասենք ամեն ինչ մերն է եւ Աստծո բաժինը իրեն չտան։ Մենք չպետք է լինենք ապերախտ այդ ամեն ինչի համար։ Ու մենք պետքա շատ առաջնահերթություն տանք պտղաբերությանը, ինչպես տեսակ թզենու առակում եւ ինչպես տեսակ այս երկրորդ առակում։ Երրորդ առակը բանը մի մարդ կար, որ հարուստ մարդ էր, իր տղայի հարսանիքներ, մարդկանց ուղարկում է, ծառաներին ուղարկում, ասում է գնացեք մարդկանց կանչեք իմ տղայի հարսանիքին։ Ընկերներից մեկը ասում է տարբեր պատճառներով մարդիկ հրաժարվում են ու դուք այս առակը որ կարդաք, հույս ունեմ կբացեք կկարդաք, այնտեղ կարծես թե իրանք լուրջ պատճառներ են բերում, բայց մարդն ասում է չի, ասում է ոչ մեկը արժանի չեղան իմ տղայի հարսանիքին մտնելու, որդու հարսանիքին, գնա դրսից ում կա կանչի, մարդը գնում է սահին կանչում է եւ գալիս է տանուտերը մտնում է հարսանիքին, տեսնում է մի հոգի հարսանիքի հագուստ չունի, հարսանիքի զգեստ չունի, ասում է ընկեր, ասում է դու ես ինչ ես այդտեղ, դու հարսանիքի զգեստ չունես եւ ասում է այդ մարդը պապանձվեց։ Եկեղեցու հայրերը գիտեք ինչպես են սա մեկնաբանում, ասում են որ հարսանիքի զգեստ չունենալը դա սեր չունենալն է, առաքինություններ չունենալն է, հեզություն, համբերություն, խոնարհություն, այն պտուղները, որի մասին որ խոսում ենք։ Եթե դու պտուղները չունես, այդ ներքին պտուղները չունես, դու Աստուծո հարսանիքից դուրս կհրավիրվես, մեղմ ասած, եւ դու պետք է այդ պտուղները տաս, անտարբեր չլինես պտուղների մասին։ Այդ տեսեք մարդը կարա լինի եկեղեցում, մարդը կարա գնա ամեն կիրակի պատարագի, բայց դա կարա լինի պարզապես ցուցադրական, դա կարա լինի ակցիա, դա կարա լինի չգիտեմ ինչ։ Դու կարող ես լինես եկեղեցում տասնամյակներ, բայց սեր չունենաս։ Դու կարող ես լինես եկեղեցում պատարագի մասնակցես տասնամյակներ, բայց խոնարհություն չունենաս։ Դու կարող ես լինես եկեղեցում տասնամյակներ, բայց իրական հավատ Քրիստոսի նկատմամբ չունենաս։ Դու կարող ես լինես եկեղեցում տասնամյակներ ու ամեն անգամ պատարագին խոսես, հեռախոսով խոսես, ձեռնդ հետևը դրած ման գաս կամ չգիտեմ անպարկեշտ ձևով հագնված լինես ու դու խանգարես մարդկանց աղոթքը, քեզ դուրս կանեն Աստուծո հրավերից, քեզ դուրս կանեն եւ Տեր Հիսուսը շատ լրջորեն ավակ շաբաթվա այս երկուշաբթի օրով մեզ զգուշացնում է այս բաներից եւ ուզում է Աստված դեղա տալիս, որ մենք փոխենք մեր վարքը, փոխենք մեր միտքը, ոնց պետք է փոխենք մեր միտքը։ Մենք պետքա դադարենք Աստծուն տեսնել որպես հեռավոր մի ուժ։ Աստված շատ մոտիկ է։ Աստված այդ այգու տերն է, որին որ մենք ծառայում ենք, որի մեջ որ մենք ապրում ենք, որի մեջ մենք գործում ենք եւ Աստված որպես այգու տեր գալիս է եւ մեզանից պտուղ է ուզում։ Եվ մենք պետքա այդ պտուղը ունենանք, դրանք մեր ծածուկ գործերն են։ Նայեք թզենու առակը հիշում եք, եւ խնդրում եմ կարդացեք։ Այդ թզենին տերևներ ուներ։ Տերևները բոլորը հերվից տեսնում են, որ տերևա ծածկ ծառա, այսինքն տերևապատված ծառա, բայց դու չես իմանում պտուղ կա թե չէ, որովհետև ասենք ծիրան լինի կամ գիլաս լինի, պտուղը երևում է, բայց թզենու օրինակն է, որովհետև թզենու պտուղը չի երևում։ Դու պետք է գնաս մտնես տերևների մեջ, տերևների միջից թզենու քաղես։ Այսինքն մարդիկ կարող է տեսնեն քո արտաքին տեսքը, բայց չգիտենան, չեն իմանա այդ ներքին պտուղները պետքա ծածուկ լինին, դրանք միայն Աստծո համար են, այսինքն բարի գործերը պետքա անել ծածուկ ձևով։ Եվ ամեն օր Քրիստոսը ուզում է, որ մենք մեր վարքագիծը փոխենք, ամեն օր մենք մեզ հարցնենք ու ասենք. իմ թզենին պտուղ տալիս է, թե իմ թզենին անտարբեր է այդ պտղաբերության նկատմամբ։ Սիրելի բարեկամներ, մեր ներսը, ոնց որ մեր կյանքը, ոնց որ մի թզերի լինի Աստուծո պարտեզի մեջ։ Այնպես արեք, որ ձեր թզենին նույնպես պտուղ տա, ծածուկ բարի գործեր։ Բացեք ինտերնետը, փնտրեք Աստվածաշնչի մեջ եւ տեսեք, որոնք են այն Սուրբ Հոգու պտուղները, որոնց մասին խոսում է Պողոս առաքյալը։ Եվ եթե դուք եք կուզենաք այս բաների մասին ավելի իմանալ, միացեք Telegram-ում, մենք էջ ունենք, որ կոչվում է Աստվածաշունչն ամեն օր, Telegram-ում փնտրեք Աստվածաշունչն ամեն օր եւ միացեք տասնյակ հազարավոր հայ մարդկանց հետ միասին Աստվածաշնչից ամեն օր մեկ գլուխ կարդալու համար։
Դե լավ եղեք սիրելի ժողովուրդ, Աստված օգնական ու պահապան, եւ եթե զայնագրությունը խոսեց ձեր սրտին, դուք էլ կիսեք ձեր էջերին, որպեսզի մեր ազգի զավակները իմանան այս բաների մասին եւ ոչ թե ընկնեն արտաքին տեսքետևից, այլ պտուղ տան իրենց կյանքերում ծածուկ Աստծո համար, ում փառք մեր Քրիստոս Աստծուն, Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։